Ես հավատում եմ, որ մեր մեջ Աստված գործում այն ժամանակ, երբ որ մենք անկեղծության գալիս ենք իր առաջ։ Եվ ինչ որ բաներ ունենք այսօր հիշելու եւ ոչ միայն հիշելու։ Շատ հաճախակի մենք տեսել ենք այնպիսի մարդկանց, ովքեր ինչ որ մի տարեթվի ժամանակ հիշել են իրանց հետ տեղի ունեցած մի դեպքի մասին, որ այդ դեպքից իրանք փրկվել են ինչ որ մեկի օգնությունով եւ նրանք անկախ ամեն ինչից, անկախ ինչ որ մի վիճակից, մի երաժշտություն լսելուց կամ թվի գալուց, նրանք հիշում են, թե ինչ փորձանքից են ազատվել։ Եվ նրանց մեջ առաջանում է հուզմունք, նրանց մեջ առաջանում է լաց, եւ մարդիկ կարծես ինչ որ մի ապրումների մեջ են մտնում, որը ինչ որ մարդկանց, որոնք որ մասնակից չեն եղել, անհասկանալի զգացումներ է։ Մենք ինչ ենք հիշում այսօր այս տոնը նշելով, Տիրոջ առաջ գալով։ Իհարկե մենք ոչ թե մենակ պետք է հիշենք, որ Հիսուս Քրիստոս մահացավ, ոչ թե մենակ պետք է հիշենք, որ Մովսեսը ժողովրդին դուրս հանեց, ապա հիշելու հետ մեկտեղ մեր մեջ պետք է ուշադրություն դարձնենք։ Ինչպիսի զգացում ենք մենք ապրում, ինչպիսի տրտմություն կամ ինչպիսի ուրախություն ենք մենք ապրում, ամեն մեկս տարբեր վիճակների մեջ։ Թող Աստված օգնի, ես մի փոքր մինչև մեր աղոթքի գալը, ես ուղղակի ուզում եմ մի փոքրիկ ներկայացնեմ, որ երբ որ ժողովուրդը սպասում էին Աստծո ողորմությանը, նրանք 400 տարի գերության մեջ էին, Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսում։ Եվ գրված է, որ Աստված լսեց ժողովրդի աղաղակը եւ ուղարկեց իր ծառային, որպեսզի դուրս հանի իր ժողովրդին։ Եվ Տերը պատվեր տվեց, որ ամեն մեկը թող մի գար, ընտանիքի համեմատ, եթե բազմաթիվ են, թող 2 գար, մորթի եւ այրունը քսեն դռան սեմերին։ Աստծո համար սա մեծ խորհուրդ եւ մեծ նշանակություն էր, որովհետեւ այդ այրունը ժողովրդի համար չէր, այդ այրունը այն հրեշտակի համար էր, որը կոչվում էր սատկեցնող։ Կլինեն երևի թե հրեաներ, ովքեր չլսեցին, ովքեր լուրջ չընդունեցին, ովքեր չպահեցին Աստծո պատգամը, եւ հրեշտակը երբ որ անցավ, դռան սեմերի վրա չտեսավ այրունը, նա զարկեց այդ տան մեջ գտնվող անդրանիկներին։ Եվ այսօր մեծ խորհուրդ ունենք մենք այսօր կատարելու, որովհետև Տեր Հիսուս գրված է, որ Տեր Հիսուսում Աստված օգնություն ուղարկելու, բայց որոշում ենք մենք օգնությունը ընդունենք, թե մերժենք այդ օգնությունը։ Եվ այսօր այդ օգնությունը կա, եւ խոսքը վկայում է դրա մասին։ Հռոմեացիս թուղթ 5-րդ գլուխ 6-րդ համարը։ Վասնզի երբ մենք դեռ տկար էինք, հարմար ժամանակին Քրիստոս ամբարիշների համար մեռավ, նա չուշացրեց, նա չերկարացրեց, նա եկավ հարմար ժամանակին։ Տեր Հիսուս մահացավ հարմար ժամանակին, բայց ինչ օգնություն էր սա։ Այս օգնությունը լեցված էր, ուղղորդված էր մի շատ հրաշալի ծնունդով, որը գրված է Եսայի մարգարեություն 7-րդ գլուխ 14 համարի մեջ։ Դուք հիշում եք, ահա կույսը պիտի հղիանա։ Սա մի գերազանց հրաշք է, որ ամբողջ աշխարհի մեջ չէր եղել եւ չէր լինելու, որովհետեւ սա նշան էր Քրիստոսի։ Եվ շատ գեղեցիկ ծնունդ էր, եւ շատ գեղեցիկ հրաշք եւ վերափոխում։ Տիմոթեոսին ուղղված նամակի մեջ առաքյալն ասում է. մեծ է աստվածապաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ։ Սա օգնության սկիզբն էր։ Նրա չարչարանքը, նրա մահը, նրա արդարությունը, նրա հարությունը Աստծո առջև, սա էր մեր օգնությունը։ Տեր Հիսուս խաչվեցավ եւ գրված է Հիսուս հարություն առավ, որպեսզի մենք այսօր Աստծո արդարները կոչվենք։ Ինչ ենք մենք այսօր նշում։ Ուղղակի Հիսուսի մահը։ Մենք նշում ենք Հիսուսի մահվան հետ, որ մենք մեղավոր ենք, բայց այսօր արդար ենք, որ մենք մեռած ենք, բայց այսօր կենդանի ենք, որ մենք մեղավոր ենք եւ Տիրոջ առաջ հեռացած, օտարացած, բայց այսօր Աստված մեզ իր ընտանիքն է արել, դրա համար փառք Տիրոջ։ Մենք հավատքի ժողովուրդ ենք։ Եվ այս զգացումները, որ մեր մեջ է ծնվում, ամբարիշների մեջ չի կարող ծնվել, նրանք միգուցե շատ շքեղ կամ օտարամուտ վարդապետություններ նշեն այս տոնը, բայց մենք ուղղակի տոն չենք նշում, մենք հիշում ենք Քրիստոսի չարչարանքները, նրա խաչելությունը եւ երախտապարտ ենք նրա օգնության համար, որ հարմար ժամանակին եղավ։